Դետերմինանտի տաժական հատկություններ։ Հիմա այս հատկությունները ասելու ենք եւ վրայից անցնելու ենք առանց ապացույցի։ Եթե մենք վերցնենք մատրից, նրա մեջ, ասենք, K երրորդ տողը բազմապատկենք C-ով, ինչ կկատարվի նրա դետերմինանտի հետ։ Նրա դետերմինանտը կբազմապատկվի C-ով։ Կամ պատկերավոր ասած, այս մի տողի մեջի C-ն կարելի է դետերմինանտի նշանից դուրս բերել։ Հատկություն անցել եք առաջի կուրսում, հիմա մենք դրա վրայով անցնում ենք առանց ապացույցի։ Օրինակ, ինքնուրույն նայեք, այստեղ բազմապատկված է թվով։ Սրա մի հետևանք մի տողով հետևում է։ Ինչ է, եթե մի հատ մատրից ունի լրիվ զրոյական տող, ապա իր դետերմինանտը նույնպես զրոյական է։ Ինչի է հետևում է նախորդ հատկությունից, որտեղ մատրիցը, ասենք, թե ունի զրոյական տող, այստեղ զրոյական տող ունի։ Սրանք բոլորը 0 են։ Բռնենք այս մատրիցը որպես C վերցնենք 0 եւ բազմապատկենք դրանով։ Ինչ կստացվի։ Մի կողմից ինքը 0-ով կբազմապատկվի այդ մատրիցի դետերմինանտը։ Մյուս կողմից տեսեք ինչ է, այստեղ 0-ներ էին գրած այդ դեպքում, 0-ները 0-ով բազմապատկած ոչինչ չի փոխվի։ Հիմա այդ մատրիցի դետերմինանտը ինչ լինի, որ մի կողմից չփոխվի, մյուս կողմից 0-ով բազմապատկվի։ Միակ թիվը, որ պայմաններին բավարարում է, բնական է ինքը 0-ն է, չէ։ Հաջորդ հատկությունը առաջի կուրսից ձեզ ծանոթ, եթե տված է այսպիսի մի հատ խոշոր մատրից, որը տեսեք իր K երրորդ տողը ինչից է բաղկացած, զույգերի գումարներ են։ BK1 + CK1, BKN, CKN, այսպիսի գումարներ են։ Այս մատրիցը հավասար է այս մատրիցի դետերմինանտ, գումարած այս դետերմինանտ, որտեղ փաստորեն բոլոր տողերը բացի K երրորդ տողերը միմյանց համընկնում են, տարբերվողները միայն K երրորդ տողն այս դետերմինանտում։ Գումարած գրած է զույգերի գումարները այստեղ կան։ Սա նույնպես դες առաջի կուրսից ծանոթ է։ Խնդրեմ նայեք այս օրինակները։ Մենք առաջ ապացույցի անցնում ենք։ Հաջորդ հատկությունը, եթե մենք դետերմինանտում վերցնենք եւ երկու տողեր L երրորդ եւ K երրորդ տողերը միմյանց հետ դիրքափոխենք, այդ դեպքում դետերմինանտի հետ ինչ կկատարվի, դետերմինանտը կփոխի իր նշանը։ Փոխելով տեղը տողերը մենք տողում փոխում ենք նշանը։ Դրան հետևանք, եթե մատրիցը ունի երկու հատ հավասար տողեր, ապա նրա դետերմինանտը հավասար է 0-ի։ Հաջորդը, եթե դետերմինանտի մի տողին գումարում, տեսեք, L երրորդ տողին, գումարել ենք K երրորդ տողը, նախապես այն C-ով բազմապատկելով, ապա դետերմինանտը ինչ ալնում, չի փոխում, նույնն է մնում։ Դետերմինանտի երկրորդ տողին գումարենք 4 անգամ երրորդ տողը, դետերմինանտը չի փոխվում։ Կարևոր հատկություն։ Դարձյալ օրինակներ եւ այսպիսի սահմանում։ Սա դուք երկրորդ սեմեստրից էլ եք հիշում։ Մատրիցը կոչվում է եռանկյուն մատրից, վերին եռանկյուն մատրից, եթե իր գլխավոր անկյունագծից ներքև բոլոր տարրերը ինչ են, զրոյական են, եւ կոչվում է վերին եռանկյուն մատրից, կներեք, ստորին եռանկյուն մատրից, եթե գլխավոր անկյունագծից վերև բոլոր տարրերը զրոյական են, սա վերին եռանկյուն մատրից է, որտեղ էական տարրերը միայն վերևում են լցված, իսկ սա ստորին, որտեղ էական տարրերը ներքևում են։ Մասնավորապես մատրիցը կարող է լինել համ վերին, համ էլ ստորին, այս տեսակ մատրիցն է, որի միայն անկյունագծի վրա տարրեր կան։ Սա կոչվում է անկյունագծային մատրից կամ դիագոնալ մատրից։ Սա համ նրանից է, համ էլ նրանից է։ Այսպիսի հատկություն դու նույնպես առաջի կուրսում անցել եք, եթե դետերմինանտը վերին կամ ստորին եռանկյուն մատրից է, ապա ինչի է հավասար նրա դետերմինանտը։ Դետերմինանտը հավասար է նրա անկյունագծի վրա նստած թվերի արտադրյալին։ Կոնկրետ այս մատրիցի դետերմինանտը հավասար է 3 անգամ 2 անգամ 1 անգամ 7։